Սախոսներից մեկին ասեց ես հեղինակություն եմ, ասեցի իմ համար միակ հեղինակությունը բանականության հեղինակությունն է, տենց ինձ հերետիկոսեր են նահահանում, բայց այդ նույն դասախոսներ ախպեր Միրոմյան հիմա բանա մահացած է այդ մարդը, որը տալիս էր մեզ քաղաքական մտքի պատմություն ու որը նաև աշխարհաքաղաքականությունն ինձ դասավանդում։ Իմ կյանքում տեսած ամենավատ դասախոսներից մեկը, որին որ չէր կարելի թողել, որ ինքը լիներ դասախոս, բայց եղել է։ Ու լիքը մարդ իրան գովում էր։ Գիտես, իմ ուսուցիչը բան sense իմ համար խնդալու էր այդ ընթացքը, էլի որ այդ մարդուն ուսուցիչ էին համարում, ասում էր սառը պատերազմն ավարտվել է, հաղթող կողմ չի եղել, ոչ է պարտվող։ Ուղղակի տես պրոստը մի օր որոշեցին ավարտվեց, այսինքն սովետիկ անդվել բանման տես չկար էլի ու սա հրամասոնական դավադրություններ էր էս մարդու։ Տենց էլի քո ասացի վրա էլի տենց կար չէ՞ տես բան որ դասախոսներին բան մի դասախոս ունենք, էսի կարճ ասեմ շատ հիշեցի այդ դեպքը։ Անա մի դասախոս ունենք, ուրեմն մտ սովորությունները տենց կծելու համար ուսանողին բան չուներ, պրեզել չուներ ախպեր, տենց էր անում։ Գնա անկյուն գարշոկ նստի։ Լսի։ Ինչ-որ մեկը պետք է գնար Յանի իմիտացիաներ, որ նստել ես, Յանի երեխա ես, խոսում ես անընդհատ տուդա-սյուդա։ Բան, արա, ես էլ չգիտեի, չէ եղել դասերին ես դասախոսի։ Մի օր գալիս եմ դասի, ինչ-որ մեկը մի բան հարցնում է, խոսում ենք սենց Վազգեն գնա նստի գարշոկ։ Ասի, բայց հետևս կմաքրեք։ Այսինքն ես իջես քեզ տուր տալիս ռեկտորի մոտ, բան, տարան ռեկտորի մոտ ախպեր։ Դարփինյանը ասեց, Վազգեն ջան, ինչ ա եղել։ Ասի, ասեց գնա նստի գարշոկ։ Ես էլ ասի, որ նստեմ, պետք է հետևս մաքրես։ Ասես ճիշտ ես, ասի, բա